Աստված մեծապես փառավոր է Ծնծության կանչիր դու Տիրոջը զինարժան է օրհնանքի Երկիր հոգիով և ցածրտիր Աստված մեծապես փառավոր է Ասա երկիր և դավանիր Իսուս Քրիստոսն է Տերը 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 Ով Իսուս արքա արքաների Ով Իսուս Տերը տերերի Ով Իսուս ամենով քո կերպի Ով Իսուս արժան է սուրբ արքի Ասա երկիր և վրճակիր Իսուս Քրիստոս աղթեց 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 Ով Իսուս իմ երկն ես աղթության Ով Իսուս չկա դեր քեզ նման Ով Իսուս դու վարդ ես բոլորից Ով Իսուս թող հնչի շրթերից Ասա երկիր և դավանիր Իսուս Քրիստոսն է Տերը 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 Հալելույա Մեր Տեր արժանի է որ ամեն ժամանակ իր անունը մեր վերանից մեր շրթերից հնչի դավանենք որ նա Տեր է Բարձրյալ արքա հավիտենական Ծով ծամակ երկինք երկիր քեզնով արարվեցան Բարձրյալ արքա ճշմարտության Դու ես վեմը բրգության մահանը հավատքի Մենք մեծարում ենք քեզ արքա Իսուս բոլորիս սրտերը խոնարհում են քո առջև Մենք մեծարում ենք քեզ արքա Իսուս միակ Տերը դու ես ամենազոր արքա Բարձրյալ արքա հավիտենական
քեզի մեծարում ենք, որտեղ դու ամենահզորն ես, ամենափառավորն ես, ով է քո նմանը մեր Տերը։ Դու արժան ես, որ երգենք, քեզի փառաբանենք քեզ, օրհնենք քո սուրբ անունը գովենք։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Երգեմ օրհնություններ քեզ, ով Տեր, օրհնություններ քեզ, ով Տեր, քանզի մեծ ես և մեծության արժան, երգեմ օրհնություններ քեզ, ով Տեր, օրհնություններ քեզ, ով Տեր, քանզի մեծ ես և մեծության արժան, երգեմ մեծ անվանդ փառ, երգեմ մեծ անվանդ փառ, ով Տեր, մեծ անվանդ փառ, ով Տեր, քանզի մեծ ես դու և մեծության արժան, երգեմ մեծ անվանդ փառ, ով Տեր, մեծ անվանդ փառ, ով Տեր, քանզի մեծ ես դու և մեծության արժան, քանզի մեծ ես դու և մեծության արժան։ Այո, Տեր, քեզի մեծարում ենք, քեզի պաշտում ենք, որտեղ դու մեծության արժանի ես, դու ես թագավոր Աստված, մեր կյանքը քո ձեռքերի մեջ է, ամբողջ աշխարհը կառավարում ես քո մեծ զորությունով։ Կուզեմ նմանվել քեզի, ով փրկիչ, լոկայս է աղոտ ու փափագնի, կատեմ աշխարհի գանձեր հրապուրիչ, որպեսզի Հիսուս քեզ նմանվիմ, կուզեմ նմանվել օրհնյալ փրկիչին, որպես
vachir, Nara tapot urjankeris mi vachir, Koteshnamu voch binedis mi vachir, Nara tapot urjankeris mi vachir, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur, Alatan kids to me vachir of simbor, Jesus kata deri susa of simbor, Alatan kids to me vachir of simbor, Jesus kata deri susa of simbor, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur, Isusanun mishur teri dupahir, Nara sera sartum dasta dupahir, Isusanun mishur teri dupahir, Nara sera sartum dasta dupahir, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur, Hachin Mishnah yelo, avati vahano, Asadu kailero, varach nazipur. Hallelujah. Kuzem tesnen Isus bartratat, Orpes mitroshas yevitra, Amen martes mi evantuni, Omiak champane yerganki, Kuzem tesnen Isus bartratat, Orpes mitroshas yevitra, Amen martes mi evantuni, Namiak champane yerganki, Kuzem tesnen Isus bartratat, Kuzem tesnen Isus bartratat, Kailar kai arachen kantan, Anma hokineren shahum, Amen ahot mizora vorzenke, Chari berfera katumenk var. Kuzem Stefano sinama, Esnen Isusim bartrunkum, Ayne gororach komanasat, Namez amare barevosum, Kuzem Stefano sinama, Esnen Isusim bartrunkum, Ayne gororach komanasat, Namez amare barevosum, Kuzem tesnen Isus bartratat, Kuzem tesnen Isus bartratat, Kuzem tesnen Isus bartratat, Amen. Kuzem tesnen Isus bartratat, Kuzem tesnen Isus bartratat, Kuzem tesnen Isus bartratat. Կուզեմ այսօր ատուկ իղբար Էդվարդի կապակցությամբ որոշ բաներ ձեզ հետ կիսվեն, ամենս տեսանք, որ նա երկինք գնաց լսացինք այդ լուրը, մեկ կերպով տխուր ենք, բայց մյուս կերպով տեսնում ենք, որ մի ծառա իր ամբողջ ծառայությունը արած, ժամը իր ընթացք ավարտած երկինք է հասել։
եւ երկնքում մեծ դիմավորությունով եղբորը դիմավորել է։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքին, Տերոջ խոսքը ասում է, որ Աստված աթամինը ստեղծեց, միաժամանակ անցավ, հետո աթամ սկսավ կենդանիներին անուն դնել, հետո Եվանը ստեղծվեց։ Ոմանք ասում են, երբ որ Աստված աթամինը ստեղծեց, աթամ մանկից աշկ բացավ, տեսավ Եդեն պարտեզա պայմաններն, վիճակն ամեն ինչ համար նորություն էր, նոր ընթացք է, նոր պայմաններ է, ես մանկամից աչք եմ բացի մետեղ, որ հրաշալի մեկացություն Աստված ինձ ստեղծել է։ Հիմա մենք երբ որ երկինք ենք գերտում, մանկամից այդպեսի նոր մթնոլորտ։ Հարյուրավոր հարազատներին դե հանդիպում ենք, եղբայր Էդվարդը տարբեր մեկերի հանդիպում է, եղբայր Հայկ, եղբայր Սետ, եղբայր Լևոն, Ժոզեֆ Բեհնամի, տարբեր սիրելիներ, Արտավազ եղբայրը մեր միջից երկինք է գնացել։ Երկնքում կարելի է պահերը այնց անցնում, որ շատ հետաքրքրված տարբեր մեկերով, Հիսուսի փառքով, երկնքի փառքով տարվել է եւ կարելի է ժամանակի ընթացքում կամաց արդեն ինքը իրան երկրաքաղաքացիա տեսնում եւ ընդեղվա մտնոլորտ, ընդեղվա հոգեբանությունը եւ կարելի է կամաց կենտրոնանալ գետնում ինչ անցում, ստեղում ինչ կա, ինչ խոսքեր անցնում եւ մի պահ կարելի է գետնով էլ սկսի հետաքրքրվելը, բայց իրականությունը դա որ հիմա եղբայրը Տերոջ փառքի ներսն է եւ ամեն անհատ որ հավատքով թողնում է, ոչ թե միայն եղբայր Էդվարդը որպես Աստծո ծառա, Սիրելիքույր Լիդան երկինք գնաց հավատքով, շուտով պետք է իր տարին իհարկան իրան իշվի։ Մեր ննջեցյալները գնում են մետեղ, որ դում փառահեղություն կա, փառք կա եւ եթե եղբայր Էդվարդին մի փոքր հիշենք, ես բախտ ունեի վերջի քանի տարիները շատ մոտիկ իր հետ գործակցության եկամ եղբայրիս նշանը քույրաչոն տարիներ մոտիկից կենտրոն եկեղեցում էին իրանց այդ մոտիկ ծառայության ներսն էին հարյուրավոր հուշեր կա իրանից տարբեր ժողովներ եք մասնակցի տարբեր ասած քաշքշոսներ կյանքի եկեղեցու ծառայությունների վերաբերյալ ես միաժամանակից հետո եղբայր Հայկը որ նահատակվել էր եկեղեցում ուժեղ ծնշումները ուժեղացել էր այդ ժամանակաշրջանում ես եղբայր Էդվարդի հետ շատ մոտիկ ծառայության անցամ ովական ծառայության եւ կարող եմ ասեմ որ այս մարդը սիրարված էր Տերոջ վրա եւ իր կյանքի կարևորագույն նպատակ Աստծո արքայությունն էր եւ ես մոտիկից իր քաջություններն եմ տեսնում, ինչ համարձակ, ինչ խիզախ, ինչ նվիրված։ Հիշում եմ, երբ որ առաջի անգամ էթելատ ինձ պետք է կանչեր, եղբայր Էդվարդը ուղղակի մեր մեջքին կայում էր, քաջարում էր, շատ հազարավոր երկմտություններ ունենք, որ ինչպես խոսակցություններ պետք է ելնի ու ինչեր կանցնի, բայց երբ որ ժամանակի ընթացքում գնացենք եկանք, տեսանք սաղ ենք բրծնում ավելի ասեցինք քաջանալը։ Հիշում եմ մի ժամանակ եկավ եղբայր Էդվարդի հետ խոսում ենք, ասեմ եղբայր Էդվարդ եկեցու այդ քարտը որ ունենք որպեսի պատասխանատուներ գնացել ենք էթելատը մեզ այն ծառել է մեր վկայականն առել է, հետ չի տվել, մեր անձնագիրն առել է, հետ չի տվել, ինչ անեմ։ Ասավ ես ակամ ամուսնության թուղթը տար, որպես եթե քարտ են ուզում ու քեզանից ուզում են, որ մատ թուղթ ունենան, որով ես։ Եվ եղբայրը ինքը նվիրված էր Տերոջը եւ ամեն տեղ այդպեսի քաջությունով ծառայում էր եւ քաջարժում էր ծառաներին, որ նույն ընթացքում առաջ գնա։ Ես միաժամանակ որ Շիրազում ծառայում մետը կամ Թեհրան տարբեր քաղաքներ գնում էինք իր այդ ուղակի գործիներն եւ այդ քաշքշոսներն արագ եկեղեցիներ կառուցվում Կերմանշահ եկեղեցին կառուցվեց Մաշհադի եկեղեցին ավելի սկսավ բազմանալը եւ հանգարտակի թիվը ուժեղ արագընթաց լսում ենք առաջայտում 50 հոգի ստեղի 50 հոգի ինձ 50 հոգի ուրիշ տեղին ապաշխարում եւ վերջապես անտառ տրանս հետևում էինք եւ Մաշհադի եկեղեցին որ երբ որ ես գնում եմ ընդ ուրեմն ընդդեմ
եղբայրներ կային, եղբայր Դիբաջ եւ ուրեմն եղբայր Սուդմանդը, իրանց զավակները մեծ մասը փասպորտ չունեին։ Պետություն փասպորտ չէր տալիս սրանց։ Սիրելիներ դիմեցին ինձ եղբայր Արմիկ օգնեք, մեր փասպորտը չեն տալի, երկարաժամանակակապի ենք անտիպե։ Եղբայր Էդվարդի հետ խոսացի, ասավ կկապվենք, կետանք Դացեթանի, մեր պահանջը լուրջ կներկայացնենք։ Ուրեմն երբ որ մենք գնացինք եղբայր Էդվարդի հետ միասին Դացեթանի գերտուն, ամեն դուրերը երկաթե հաստ դուրեր էլեկտրոնիկ կոճակներով կողպվում էր, բացում էր։ Առաջի դուրը որ անցանք, լայն դուրեր, մեծ հսկա քանի մետրով բարձրությունով դուրեր կողպեցին, անցանք երկրորդ մասը։ Այնտեղում էլ դուրեր բացվան, ետմիկ ներս։ Ես մատ նայեցին եղբայր Էդվարդին կատակի, ասում եղբայր Էդվարդ մնացինք մենք էլ ստե։ Հետո վերջապես գնացինք միջև այդ մասը, որ պետք է Դացեթանին հանդիպեինք, Դացեթան չկար, Մավեն Դացեթանին էր, նստանք աթոր տվան մեզ ու ինքն էր երկոքի այդ էթլատի մարդկանցից էր հայտնիերը տեղ էին եւ այդտեղում խոսակցությունն անցնում էր եղբայրը որ սկսավ խոսելը մեր բաներ ասում որ ասեմ իսկապես եղբայր հրաշալի քաջություն ուներ ասես Հոսեյնը Սուդմանդը մուսուլման էր մենք քրիստոնյա ենք դարձրել իրան մկրտել ենք Քեշիշ ենք դարձրել, դուք սպանեցիք, մենք իրան նահատակ ենք հայտարարի։ Վա, ամեն մատ այդ խոսքերը, ասած պետական օրենքով նայես, մեծ հետևանք ունի։ Եվ ես այդտեղում այսպեսի մենակ աղոթում եմ, ասեմ Տեր, բարի վերջանես խնդիրները։ Եվ հետո միշտ հիշում եմ, որ ես եղբայրս կան նվիրված, ինչ քաջությունով, չեմ կարծում հատուկ մեծարաներից այդպեսի համարձակությունով էթելատում ու Դացետանում այդքան պինդ ու ուժեղ խոսացած էր լինում բան։ Եվ այն կողմից էլ տեսնես մարդ ինչքան պարզ ու բիշիլեփիլե է, ինչ որ կա ճշմարտությունն ասում է, վախ չունի, երկպետություն չունի։ Եվ այդ ձևով եղբոր կյանքը մատ նայում ենք, ունեցավ տարբեր դժվարություններ, եղբայրակի նահատակությունը, ինչքան կարող էր իր վրա ազդել, էթելատի ուժեղ ճնշումները որ ճիշտ պողպատին կոտրում է, բայց եղբայրը հաստատ, սիրելի քույրանայիթի մահը, հետո ուրիշ խնդիրներ, ճնշումներ, քաշքշոցներ, եկեղեցական քաշքշոցները, եղբայրը ամեն փուլերից անցավ եւ իր ծառայությունն արավ եւ հիմա Տերոջ փառքին ու արքայությանն է հասել ու արժանացել։ Տերոջ փառք եղբայր համար, իր ամբողջ ծառայությունների համար։ Իր ծառայությունը ոչ թե միայն Պարսկաստանի հայախոս եկեղեցին, այլ պարսկախոս եկեղեցիների համար մեծ ազդեցություն, ուղղություն եւ առաջնորդություն է եղել եւ կենի ասել մեկ եկեղեցին որ հայրություն արե։ Հատկապես ելի եղբայրակի նահատակությունից հետո եղբայրը այսին նվիրված անznազող իր ծառայություններով եկեղեցու համար դուրերը բացվի այսօր այդ ծառայությունների հետևանքով քանի միլիոն Պարսկաստանում մարդիկ են ապաշխարի եւ այդ արդեն ճիշտ մատ անտար որ կրակա բռնե էլ անցկացնելը դժվար է պետություն իր ամբողջ ձևերով ու ջանքերով ու բանտարկելով ու սպանելով ու բան չի կարողանում այդ կրակն անցկացնի այդ կրակն այն ժամանակ որ քիչ էր անցկացել շատ հանգիստ էր եղբայր Էդվարդի նման մեկերի ծառայությունով այդ կրակը ընդարձակվեց հոգևոր օծությունը Սուրբ Հոգու ներկայությունը եւ պատճառ եղավ որ շատ-շատերին եւ այսօր տարբեր տեղեր կարելի է եղբայր միջոցով հարյուրավոր մարդիկ նվիրվել են Աստծո ծառայությանը եւ տասնյակ մեկեր որպեսի պատվելի են ձեռնադրվել որ մեկը ես էի եղբայր ծառայության հետևանքով ձեռնադրվան որպեսի եկեցում ծառայողներ եւ իրավի Տերոջ փառք հատկապես հիշենք իր ընտանիքին Օվսեփյան ընտանիքի համար Տերից խաղաղություն եւ այս դժվարին օրերում Տերոջ ամբերությունն ու մխիթարությունը խնդրենք իրավի եղբայրի շատակը ամենի սրտում մնայուն է եւ Տերոջ փառք եղբայր համար ինձ այդպես որ ոտքի եք ես կուզեմ որ մի մասեսօր Տերոջ խոսքից որ ձեզ հետ կիսվում եմ նայենք այսօր ավետիքի օր է եւ մենք լրել ենք մատ օքեվոր պատկան որ մենք կարող ենք Տերոջ խոսքից քաղենք առաջ գնանք այո ուրեմն 4-րդ դատավորած կամ երկրորդ թագավորած պարսկերն ասելով
6:24 համարից այսպես ասում. Եվ սրանից հետո ժողովեց ասորիների Բենադադ թագավորը եւ բոլոր բանակը եւ վեր գնաց ու պաշարեց Սամարյան եւ մեծ սով եղավ Սամարիայում, որովհետեւ պաշարել էին նրան, միջև որ մեկ էշի գլուխը 80 սիղ արծաթ եւ մեկ կապիչ 4 մաս աղավնի աղբը 5 սիղ արծաթ եղավ։ Այո, առաջերտանք։ Ուրեմն շարունակություն 7-րդ գլուխ առաջի համարությամբ 9-րդ համարները շարունակում է եւ ասում է եւ Եղիսեն ասեց լսեցեք Տերոջ խոսքը այսպես է ասում Տերը եկուց այս ժամանակ 1 գրիվ շարմաղ ալյուրը 1 սիղ եւ 2 գրիվ գարի 1 սիղ կլինի Սամարիայի դրանը եւ պատասխանեց այն նախարարը որի ձեռի վրա կռնում էր թագավորը Աստծո մարդին եւ ասեց ահա եթե Տերը երկնքումը պատոհաններ շիներ կլինի այդ բանը հարց է տալի, բայց նա ասեց, ահա կտեսնես քո աչքերով, սակայն ինքդ նրանից չես ուտել։ Եվ քաղաքի դրանը 4 բորոտ մարդ կար, եւ նրանք իրար ասեցին, մենք ինչ ենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։ Եթե ասենք գնանք քաղաքը սով կա քաղաքում եւ այնտեղ կմեռնենք եւ եթե այստեղ մնանք կմեռնենք ուրեմն հիմա եկեք ընկնենք ասորիների բանակը եթե մեզ ողջ թողեցին կապրենք բայց եթե մեզ մերցրին կմեռնենք եւ մութ ժամանակին վեր կացան ու գնան ասորիների բանակը եւ եկան մինչև ասորիների բանակի ծայրը եւ ահա այնտեղ մարդ չկար որովհետեւ Տերը ասորիների բանակի մեջ կարգերի ձայն էր ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զորքի ձայն էր լսել տվել որ իրար ասեցին ահա Իսրայելի թագավորը քետացիների թագավորներին եւ Եգիպտոսի թագավորներին վարձել է մեզ դեմ որ գան մեզ վրա եւ վեր կացան ու փախան մութ ժամանակին եւ թողեցին իրենց վրանները իրենց ձիերը եւ իրենց էշերը ու բանակը ինչպես որ էր եւ փախան իրանց անձերը բրծնցնելու եւ այն Բորոտները եկան մինչև բանակի ծայրը եւ մտան մի վրանի մեջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի եւ հանդերձներ առան գնացին եւ թաքցրին եւ ետ դարձան ու մտան մի ուրիշ վրանի մեջ եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին եւ իրար ասեցին մենք այսպես չէինք անելու Այսօր ավետիքի օրը եւ մենք լռել ենք եւ մնում ենք մինչեւ առավոտյան լույսը այն ժամանակ մենք հանցավոր կգտնվենք եւ արդ եկեք գնանք եւ հայտնենք թագավորի տանը Մերսի համեցեք խնդրում եմ Տեր Հիսուսի անունով մենք Սուրբ Ոգուտությունով այս խոսքը առաջ կտանենք եւ Տերոջ օրհնությունն ենք խոսում Մատ նայենք, ստեղում ինչ է անցում, ուրեմն ասում եմ ասորիների բանակը զորքը եկավ Սամարյան, որ հրյաների մայրաքաղաքն էր, Հրեաստանը երկու մասի էր, մի մասը հյուսիսային Հրեաստան էր, մի մասը հարավային մասը Սամարյան է իր կենտրոնը Ուրեմն Իսրայելի զորքը գալիս է այդ Սամարիայի քաղաքը գրավում է, լրիվ գիտեք քաղաքը Պարիս ուներ շուրջը, պատեր ուներ շուրջը եւ մեծ դարբասներ ուներ, որ կարող էին ժողովուրդ անցուդարձ անեին։ Կռիվի ժամանակ սովորաբար այդ դարբասներ կողպվում էր։ Ուրեմն ասորիները եկան ամբողջ այդ քաղաքը պաշարեցին եւ ասում են այդ քաղաքում վիճակ այնց եղավ որ արդեն չկալությունից որտեղ անցուդարձ չէր ելնում այդ քաղաքում ուժեղ չկալություն առաջ եկավ եւ այդ էր որ ուտելիք չկար եւ ասում են այդ էշի գլուխը 80 սիկ 80 մեսխալ արծաթի ծախվում էր Իշքան սարսափելի վիճակ էր Եվ ասում որ աղավնի քարճիկները չեմ անում իշքան բացառիկ չկար եւ դրանք մի փոքր ասած 5-6 սիղ արծաթով էր ծախվում
Հետևանքը ասպա որ ինձ այդ կացությունով թակավորը, որ Աքաբի տղան էր թակավորում, չար թակավոր էր, երբ որ այդ կացությունը տեսավ, ասպա որ երբ որ անցնում էր քաղաքից, այդ ամեն մասը չկարտացի, ես ասում եմ խնդիրները, որ դուք վերհիշեք, ուրեմն երբ որ անցնում էր, այդտեղում մի հատ կին աղաղակեց, որով թակավոր օգնի, ասավ ի՞նչ է եղել, ասավ մենք երկու հատ մայր ենք, երեք միասին որոշեցինք իմ երեխային ենք կերել Եվ էփել ենք, կերեր ենք, և այսօր պետք է իրա երեխային ուտենք, հիմա թաքցրա չի տալիս մեզի։ Եվ այդ թակավորցավ ինչ սարսափելի կացություն ա եկել, և ճիշտ մատ անիծված վիճակ է, և բորբոքված, և այդ ձևով մտածում էր, որ Եղիսեն, որպեսի մարգարե, իրա մեղ կնա, կամ Աստված ա մեղավոր։ Չէր կարողանում տեսնել, որ թագավորի եւ ապստամբ ժողովրդի մեղ կնա, որ այդ պատերազմն առաջ բերի ու ասորիներն եկել են երկրի շրջապատերեն։ Վերջապես հրամանն էդ էր, որ այդան Եղիսեին սպանեն, Եղիսեն հրամանը տալի դուրեր փակում են, որ չեն թողնում թագավորի ծառան ներս գա, եւ այդտեղում Եղիսեին Տերոջ խոսքը տրվում է, ասում է, որ վաղը այս ժամանակ ամեն արժեքներ կփոխվի, ուրեմն 3 կիլո ասած ալյուրը մե սիղ արծաթով կելնի եւ 6 կիլո գարին մե ասած սիղ արծաթով մե արծաթով են 8 երբակայք մատեշի գլուխը 80 սիղ էր ծախվում, հիմա 3 կիլո ալյուրը մե սիղ արծաթով ծախվի, այսինքն առատություն կելնի։ Ուրեմն այդ թակվորի սպարապետ ասում Աստված երկնքից էլ պատուհան բացե նման մի բան չի կարելի, չի պատահե։ Եղիսեի խոսքն էս եւ որ դու աշկով կտեսնես, բայց ինքը չես վայելի։ Եվ ասում շարունակությունն է տեր, որ այն ժամանակ, որ քաղաքը շրջապատված էր 4 հատ բորոտ կային քաղաքից դուրսը, Ջոզամի մեկերը, իմանում եք, որ բորոտներին ընդհանրապես չի թողնում գալ քաղաքի ու ժողովրդի հետ շփվեին, որտեղ հիվանդություն փոխանցվում էր։ Սրանք հանգարցակես միտ կնացակում իրանցուխով մեկ խմերնող ենք, ուրեմն հերստե մնանք մեռնենք։ Եթե այդանք Սամարիա ընդեղ էլ մի բան չկա ուտելու, ընդեղ էլ կմեռնենք։ Լավ է, որ այդանք ասորիների բանակը Եթե մեզ սպանեցին կմեռնենք, սաղ մնացին գոնե ընդեղում կարանք մի բան ճարենք ուտենք։ Գնում են ուրեմն ասորիների բանակը առաջի վրան, առաջի խեյմեն, առաջի չադորը, որ ընդեղում ներս են մտնում, ոչ ոք չկա։ Ընդեղում ուտելիք են ճարում, ուտում են, խմում են, ոսկի ու արծաթ, որտեղ իմանում եք ասորիների զորքը հարձակվում էին, կողոպտում էին երկրները եւ այդ կողոպտած ղարատներ իրանց հետ տանում էին եւ բերել իրանց հայտներ ամեն մե իրանց կողոպույտը բավականին իրանց վրաներ լիքներ արծաթով, ոսկով եւ ուտելիքներով։ Ուրեմն այդպեսի առատ ուտում են ու ոսկի ու բան տանում են, թաքցնում են այդպես երկրորդ վրանի վրա եւ ընդդեմ էլ ինչ որ կա տենցի վերցնում են, թաքցնում են, հետո ասում են Ես միջև առավոտ արդեն գիշերվա մութին էր, որ ասում եմ, որ եթե այսպես մնանք, թագավորը լսի, մենք մեծ վտանգի գանտիպենք։ Բայց Տերոջ խոսք ասում է, այդ ժամանակ, երբ որ այս բորոտներ գնացերին բանակում էս էր անցի, որ հանգարցակ այդ ժողովուրդը, որ լաշկարը, որ զորք, որ տեղ էր, հանգարցակ տեսեն մեծ կարգերի ու ձիերի ձայն, Այնենց ուժեղ էր այդ ձայնը, որ ամբողջ զորքը սարսափի կընկնի, կմտածեն, որ վստահ այդ Աքաբի տղան, այդ Բենադադ բան այդ թագավորը մարդ ուղարկի եգիպտացի եւ ուրիշ երկրներին վարձել է, որ նրանք հանգարցակի գիշերով հարձակվում են իրանց վրա եւ իրանք ամեն մեջտեղից կեթան, ասում է վախությունից իրանք ջանը փրկելու ինչ որ կար, թողան ու փախան։ Եվ այդ ձևով այդ որոտները գնացել վերցնում էին եւ ասեն տան թակվորին լուր տանք։ Երբ որ թակվորին լուր տվեցին, թակվորն ասավ, իմանում եմ իշկա, վստահ Բենադադի զորքը մտածել է, որ թողնի հետա հերու, մենք դուրերը կբացենք, կգանք մեր ասած քաղաքից դուրս կգանք, նրանք հանգիստ կարձակվեն մեզ եւ քաղաքը գրավեն։ Եվ այդ մտածելով ուրեմն կանգ առան, բայց մեկ երկոքի ասանանում ես ինչա, մեր կա ձիկա որ չեն կերե, թակվորի ձիերն են, այդ ձիերը մեր կա կարգերով վերցրեք, գնացեք տեսեք ինչ է, ասա վերցրան քշան այդ ընթացքը, որ զորքը փախել էին, ասա մինչև Հորթանան հերու մասերը գնացին, տեսակ ճանապարհին ամեն չեմանում զենք ու զորքի ապրանքներ թափելով զորքը փախել է։
Եվ հետ եկան թագավորին լուր տվան եւ ասում որ ես լուրը որ տարածվեց ժողովուրդը հարձակվեցին այդ դարբասից այդան դեպի վրանները որ այդ ամենը կողոպտեն ասում թագավորը այդ սպարապետին ասաց որ կայնի դուրի առաջ կարգը պահի որ ժողովուրդը շարքով ու կարգով դուրս եկան ասում ժողովուրդը սոված ու ծառավ ոչինչ չտեսած մեր լուրին լսի ասում այդ մարդին հրելով դրան ոտնակով խարեցին եւ ասում մարդկանց ոտի տակով մեռավ եւ հետո գնացին վերջապես ամբողջ այդ կողոպուտը կար դրանց հասան Եղիսեի խոսքը ուղղակիորեն կատարվեց Եղիսեին ասել կտեսնես բայց ինքը չես վայելի ուրեմն այսիկ տեսնելով մենք գանք մեկնաբանություն երկար պատմություն պատմեցին ուրեմն տեսնում եք որ 4-րդ թագավորած 6-րդ եւ 7-րդ գլուխներում կարող եք այս իրականությունը կարդալ որ մեծ համար հոգևոր խաղումներ կա առաջնայերցը երբ որ տեսնում ենք սովեր ընդդեմ ասած Սամարիա քաղաքում այնց սովեր որ մարդիկ էլ արդեն ուտելու բան չունին մի բաներ որ օրինավոր չէր այսինքն էշի միսը օրենքի համաձայն իրավունք չունեին ուտեին պիղծ էր բայց որ սովեր եկել այդ ամենը թողեր էին Եվ էշի միսն էլ չկար ոչինչ էշի գլուխն էլ որ ավելցում այդ բաներ այդ ամենաթանկ արժեքով ծախվում էր Այսինքն մեծ սարսափելի սով էր եկել եւ չկալություն կար եւ մարդիկ այդպեսի խեղճության ներս ապրում էին Ուրեմն էսիկ մեկ երբով աշխարհքի նմուշն է որ աշխարհը հոգեորապես այդ սովիներսն է Այսինքն այն հոգեոր ուտելիքներ որ կարիքա բոլորովին չկան դե եւ Մի հատ կացություն է, որ ամեն խնդիրները ինչա կողված է, ձերից տված է եւ խեղճության ներսն է։ Մյուս կերպով նայում ենք, որ ինչ էր այդ զորքը, որ եկել էր այդ բանակերգի, Աստծո հրաշալի ձեռքն եք տեսնում։ Այնենց էր, որ Տերը այնենց փառքով մեջտեղ եկավ, այնենց ձիերի ու կառքերի ձայն հնչվեց, որ դրանք սարսափով թողան ու փախան։ Այսինքն սա ցույց է տալի, որ Աստծո մոտ ամեն ինչ կարելի է։ Մի բան, որ այդ թագավորի սպարապետը տեսավ, սա ինչպես կարելի է։ Մարդկորեն հենց այդպեսի էր, սաստիկ սով էր։ Երբ որ մատ էշի գլուխը այդքան թանկ էր ծախվում ուտելիք չկար, ինչպես կարելի է վաղը հանգարցակի 3 կիլո ծորենը մեծ սիղի ծախվի, որտեղից կարելի է։ Եթե Աստված երկնքից էլ պատմում, բացի տեսե բան չի ելնի։ Այսինքն որ մենք խնդիրներ մարդկորեն ենք նայում, այդպեսի է, ճիշտ էր ասում, անկարելի է։ Բայց այն որ մարդի համար անկարելի է, Աստծո մոտ կարելի է։ Եվ այդ երբ որ հանգարցակի մի պայմանով Տերոջ ձեռքը մեջտեղ եկավ, ձիերի, կառքերի ուժեղ ձայներ, այնենց որ այդ զորքը հասարակ մարդիկ չէին։ Երեխաներ ու երիտասարդներ չէին, զորավոր մարդիկ էին, պատերազմի մարդիկ էին։ Բայց այդ կացությունը այնենց սարսափելի էր, որ իրանց կորցրել են սրանք։ Եվ ասում գիշերով ինչ որ կա թողան ու իրան ջանը փրկելու համար թողան փախան։ Այդ Աստծո փառավոր ձեռքն է ցույց տալի, որ երբ որ մի գործ անի, նա ամեն բան կարող է անի։ Առանց նայելու պայմանների, վիճակների դրության։ Հիմա եթե քո կյանքում դու անիել կացություններ ունես, որ մարդկորեն ոչ մի հույս չկա։ Մարդկորեն ինչ նայես չի կարելի։ Ամենտեղ փակողի է։ Վերջակետ հույս չկա։ Հենց այդ ժամանակ, որ հույս չկա, դու կարող ես այն փառավոր Տերոջ վրա հույս տնես, որ հույսի Տերը եւ անկարելիները կարելի է դարձնում։ Եվ Տերոջ փառքը մեջտեղ է գալի։ Այդ ժամանակ, որ թագավորը ասավ հույս չկա, էլ արդեն մենք վերջակետի ենք ասի։ Մարդիկ իրանց կիները իրանց զավակներին էփում են ուտում են։ Մենք վերջակետի ենք ասի, այսինքն խորը անհույսության էր ենթարկվել թագավորը։ Բայց Աստծո ձեռքը մեջտեղ եկավ։ Հենց այդ օր ասավ վաղը ամեն ինչ առատություն, ճոխություն, լիություն կլինի։ Ասամ Սամարյան չկալության, սովի, քեղծության նշան է, եւ այն կողմը Աստծո պատրաստած գործն ինչ էր, պատրաստ լիություն, ճոխություն, ոսկի, արծաթ, ուտելիքներ, ամեն ինչ կար։ Այդ Աստծո պատրաստությունն է։ Աստծո ձեռքի գործը մյուս մասը դեռ պատրաստ է։
Այդ Աստծո շնորհքն է, Աստծո ճոխությունն է, Աստծո լիությունն է, որ ցույց է տալի նա կարող է պատրաստի եւ պատրաստել է։ Այդ բորոտներին ինչ արեցին, տեսեք ինչ զարմանալի բան է պատահում։ Առաջնահերթ Աստծո հրաշալի գործը, ձայնը, կարգերի ձայնը, վիճակները, այդ զորքը սարսափահար փախնում է, նույն պահին Տերը այդ 4 հատ բորոտի սրտում դնում է, որ ինչա, հերը կստեղ մնացի։ Վեր կացեք գնացեք բանակի ներսը։ Այդ միջև հերին այդպես մտածում։ Այս մատ աստվածային դրդում էր։ Աստված նրանց դրդավ ասավ, հերը կստեղ մնացի։ Վեր կացեք գնացեք զորքի ներսը եւ նրանք եկան, տեսան ամեն ինչ պատրաստ է։ Աստծո ձեռքը թե զորքին փախցրելու ներսն եք տեսնում, թե այդ ասած հիվանդներին ու ինչեր, որոտների դրդումի ներսն եք տեսնում։ Եվ տեսնում ենք, որ Աստված ինչ փառավոր ձևով մեջտեղ է գալիս, սրանց դրդում ասրակերտում են եւ ասում գնացին կերան, խման եւ ոսկի արծաթ վերցան տարան թաքցրան։ Գիտեք, այդ 4 հատ բորոտը մատ ավետիք ունին, մատ լուր ունին Սամարիայի համար։ Սամարիա ինչ վիճակ ուներ, սովի ներսը, խեղճության ներսը, հուսատության ներսը եւ մահը մոտիկ էր իրանց համար։ Բայց այդ բորոտները եկել էին մետեղ, որ իրանց ամբողջ այդ Սամարիայի կարիքը այդտեղ էր։ Այդ բորոտները մեկ երբով նշան են եկեղեցու պատգամավորներին։ Մի հատ պատգամ ունեն դրանք աշխարհի համար։ Նրանք գնացին լուր տվան, պահապաններին ասում թագավորին լուր տվեք, թշնամին փախել է, թշնամին պարտվել է։ Եվ այդտեսով մենք այդ ավետարանի պատգամն ունենք, հալելույա, աշխարհի համար, որ իր խեղճությունով ու մեղքով պաշարված է, մենք ավետարանի պատգամ ունենք, որ Տերը պատրաստություն է տեսել, Աստված իր որդուն ուղարկել է խաչի վրա փրկություն է պատրաստել, ամեն հավատացողի համար կա կյանք, կա փրկություն, կա հավիտենականություն, այս ինչ ճոխություն է, օշնություն է, բայց հիշեք, որ այդ բորոտներն ինչ էր, առաջ իրանք կերանք շտացան, այսինքն դուք ամեն մեկս պետք է մենք հոգևորապես թարմանանք, լիանանք, կշտանանք, բավարարվենք եւ ուրախությունով գնանք ինչ ուրիշների հետ էլ կիսվենք։ Մենք երբ որ ունենք հոգևոր գանձեր, արծաթ, ոսկի, Տերոջ խոսքիցը մարգարիտներ ենք հավաքել, արդեն պատրաստ ենք դրանք ուրիշների հետ կիսվենք։ Առաջնահերթ այս խոսքը կա, որ դու ամեն մեկս կարիք ունենք Տերոջ խոսքը լսենք եւ Աստծո խոսքից լեցվենք։ Աստծո խոսքի ճշմարտությունները լավ իմանանք ինչ պետք է խոսենք, ինչ վկայություն տանք եւ Տերոջ խոսքից ազդված ելնենք։ Դրա համար ես քաջարում եմ սիրելիներիս, քույրերը, որ քույրերի ժողովում են ավակվում, հարատև ու լրջորեն մասնակցեն, որ ընդդեմ քույրերը օգնում են որոշ մեկնաբանություններ Աստծո խոսքից անում են, որ դրանք ամենը կօգնի, որ հոգևորապես հարուստ լինեք։ Եղբայրների համար էլ մենք ինքշաբթի գիշերները, մենք ժամը փոխել եք 6-ին, ես քաջարում եմ, որ եղբայրներս ամենը անխնա այդ օրերը մասնակցեն, այսինքն շատ կարևոր է, որ մասնակցեք, որ Տերոջ խոսքիցը ունեք, ավելի ճոխ ունենաք եւ որոշներ, որ ունեք, վերհիշեք, որ ունեք։ Եվ դրա կողքին ձեր պարտականություն հոգևորապես կարողանաք տեսնել, շատ կարևոր է։ Այսինքն Տերը մեզ տվել է կյանք, տվել է հավիտենականություն, տվել է փրկություն եւ չի ուզում այդ պահենք մեզ համար։ Այդ 4 հատ բորոտի նման բորոտները եկան տեսան տեղյակին, այդտեղ ուտելիք կա, բավարարում կա եւ նրանք էլ սովի ներսն են։ Իրանք կերանք շտացան եւ գնացին լուրը տարան։ Եւ ամբողջ Սամարիայի փրկության միջոցը եղան, նրանք սովամահին ելնում։ Հիմա այդպեսով ամեն մեկս էլ ինչա, մենք այդ պետք է այդ պատրաստությունն ունենանք, որ գանք, լսենք, սովորենք եւ այդանք Տերոջ խոսք ուրիշներին փոխանցելու։ Եվ այդ բորոտներն ասան լավ չենք անում։ Մենք լուր ենք մնում։ Մենակ մեզ համար ենք մտածում։ Մենք հավատացյալներս եկեցում ենք, փրկություն ենք, եղբայրվար երկինք գնաց, փառք Տերոջ, մենք էլ երկինք կետանք։ Օշնյալ է, հաստատ այդպես է, հաստատ երկինք կետանք, բայց մենք մի հատ պատասխանատվություն էլ ունենք աշխարհի դիմաց։ Սամարյան սովի ներսն է, եւ մենք ունենք ինչ, կյանքի խոսքը, մենք ունենք ավետարանի խոսքը, ավետարանի օշնությունը, ավետարանի ուրախ լուրը։ Մենք էլ մեր շրջան ունենք ավարտելու,
Բայց նախ որ մեր շրջան ավարտվի, մեր ծառայություններն ենք անում։ Մենք ամեն մեկս մատ լույս ենք տարբեր տեղերում։ Ամեն հավատացյալ լույսը իր շրջակայքի համար։ Ուրեմն Տերոջ խոսքը թույլ տվեք ձեր լույսը ուրիշների վրա հասնե։ Եվ այդ որ մեր գործն ինչ է, իմանանք մեծ եւ կարեւորագույն պարտականություն ունենք, այդ բորոտների նման։ Եթե չասենք, չելի հանցավոր գտնվենք։ Մեզանից պահանջվի։ Մենք երկինք երցանք փրկված ենք, Տերոջ փառք կվայելենք, բայց երկինք կասեն սիրելիս, ինչու հարևանից չասար, ինչու բարեկամից չասար, ինչու եղբայրդ չվկայեցիր։ Նրանք այսօր ստեղ չեն։ Դու կարող ես օգնիր։ Եվ այդ որ ես ու դու ապրում ենք այս աշխարհում ունենք ծրագրեր, պարտականություններ, խնդիրներ, բայց մեր առաջնահերթ նպատակը կյանքին ինչ է։ Աստծո արքայությունը։ Առաջնահերթը Աստծո արքայությունն է։ Եվ հետևանքը խոստում է, որ ամեն ինչ ձեզ համար Տերը կպատրաստի։ Ուրեմն մեր կյանքի դասավորություն այնպես պետք է անենք, որ ցույց տանք, որ մեր կյանքի առաջնահերթ նպատակը Աստծո արքայությունն է եւ Տերոջ խոսքը վկայելն է։ Նրա վկա լինելն է։ Վկայում ենք մեր բարեկամներին, մեր շրջակայքին, մեր գործակիցներին, մեր հարազատներին եւ հետեւում ենք, follow ենք անում, աղոթում ենք։ Եվ երբեմն բարեխոսում ենք մարդկանց համար։ Կարող ենք ես մտածենք, պատաշենք, մենք պետք է աղոթենք, Տեր, դուր ինձ անձնավորություններ, որ քո խոսքը իրանց սրտում ցանվի։ Ես այդ քո խոսքը դրանց համար բաժանեմ։ Եվ այդպեսով փափակելով աղոթենք, որ Տեր, ինձի գործ ասա քո փառքի տարքայության համար։ Գիտեք, երբ որ մենք անկեղծ ենք աղոթում, Ժամն է շատ երկար չի, կուզեմ կարճ խոսեմ, շատ երբ որ անկեղծ ենք աղոթում, Տերը մեզ համար դուռեր է բացում։ Տերը միջոցներ է ստեղծում մեր անկեղծության ու մեր փափակի համաձայն, որ կարողանանք Աստծո արքայության համար օգտավետել լինենք։ Ես հիշում եմ 13-4 տարեկան տղայի Պարսկաստանում, պարսկական դպրոց եմ կերտում, շատ նախանձավոր իմ Հիսուսին գտե, ուզում ամենի հետ կիսվի։ Մի անգամ էլ ես խոսքս եկեղեցում վկայություն տվել եմ։ Այս ժամանակ եկեցում թրակների տպում մեկ երկու էջանոց թուղթ, որ մեկ կողմը Հիսուսի նկարն է, շատ գեղեցիկ նկար էր, եւ մյուս կողմը տարբեր համարներ էր Հիսուսի խաչից, հարությունից եւ հավիտենական կյանքը, որ հավատացողի տալիս է։ Ես դրանից այսքան վերցրել եմ համարյա 500-600 հատ, որ ամբողջ տարբեր դասարանի երեխեքի համար կարող եմ բաժանվել։ Ծրագրեր եմ, որ ատրանք կտանեմ դասամիջոցում, կտանեմ կբաժանեմ։ Ես էլ այդքան թուղթը վերցրել եմ կողքից, ուրախ գնացím, զանգը խփեցին դասամիջոցում, գնացím բակը, որ ուզեմ բակում բաժանեմ։ Մեն նայամ այդ ամեն երեխաներին եւ մեն նայամ ինձի, վախ ինձի բռնավ։ Էլ դից կարծես ֆրիզ արամ, էլ մտածամ, որ բաժանեմ, էլ չեմ կարող բաժանեմ, տես մնացիմ, տեսամ չեմ կարող բաժանեմ, որին պտուեց եմ վախն ինձի կողպել է։ Շատ տխուր ու ասած ազդված այդ կացությունից, որ չկարողացամ իմ ծառայություն սանեմ, այդ ամենը վերցրամ, հետս եկամ դասրանը նստամ, դասրանը այն աշակերտներից որ առաջի շարքին եմ նստած եւ այդ մեծ սեղաններն էր, որ լրիվ գրքեր իրար կողքի են դնում։ Այդպեսի առաջի նախ որ զանգը խփին ներս է տալու ես եկամ մոտ այդպեսի դրամ, այդպեսի շատ նեղված նստամ ու շատ ազդված եմ, որ Տեր ներողություն, ես չկարողացամ իմ ծառայությունն անեմ եւ այս թուղթեր չկարողացամ բաժանեմ։ Հենց այդպեսի որ ես ազդված եմ ու տխուր եմ ու տենց ապաշխարության աղոթներ եմ աղոթում, երեխեքը դպրոցի երեխեքը չարաճճիներ վազում իրար քաշքշում են ու բան, քանի օքի վազան բան դասրանի ներսը, հետո իրար այդ որ քաշքշոցի վրային, ես իմ սեղան որ նստում եք այդ բռնանց, այս քաշան, այդ դիմացը դեպի ասած ռահրոն էր դասրանինը։ Այդ ամբողջ թուղթերը ցրիվ կերան գնացին ընդե հարյուրավոր աշակերտ որ գալիս են նկար որ տեսան այնենց օթում սրանք խլվեց ու բաժանվեց որ ամեն դասարաններ համարյա դրանք հասել էր եւ ես այդ տեսարանը որ այսպեսի մատ տեսամ մտածում եմ ինչ անցա ես չկարողացամ անեմ ես վախեցամ ես պակաս եկամ բայց Աստված ինձ զարմանալի գործ դասավորեց էդիկ Ես կամաց որպես մատ պատանի մեկը սկսում եմ տեսնել, որ իմ Տերը հրաշալի Տեր է, իմ Տերը ամեն բան կարող անի։ Ես փափակել եմ, ուզեցել եմ
բայց տկար եմ գտնվել, բայց ինքը օգնում է։ Եվ հետո տեսան մեր դասարանում ամեն երեխեք վերցնում են, կարդում են եւ ոմանք իմանում են, ես դասարանի մենակ հայ ես եմ, իմ գլխատակ է, ոմանք գալիս են ասում են, ես դու ես տվել բան, որոշների հետ առիթ էր ազնական խոսելու, հետո վկայություն տալու, բայց տարբեր դասարաններում տակ բաժանվեց, կդ մի հատները դե չմնաց։ Եվ ամենալավն էս, երբ որ ոչ ոք էլ չիմացավ ով է բաժանի, տեսուչն էլ իսկի խոսքի չկար ասել, չգիտեր ում ձեռքը նա գործի։ Եվ Տերոջ հրաշալի գործն է։ Հիմա ինչ եմ ասում, սիրելիս, երբ որ դու ուզում ես վկայություն տաս, եթե անկեղծ ես սրտով, աղոթում ես, փափագում ես, հետևում ես Տերոջ խոսքը խոսելու, Պետրոսի նման ես նավակից, որ դուրս ես գալի ջուրի վրա քայլել Տերոջ գործն է, Տերը քեզ կօգնի։ Եվ մեր մասը նետի է, որ մեր հանգստից դուրս գանք։ Իմանում եք շատ ժամանակ վկայություն չենք տալի հեր, քաշվում ենք, կարող է մեր հանգիստը նախանգարում, դժվար է կայնենք, մեկ քանիսի մոտ խոսանք, մեկի մոտ մի բան ասենք, հակառակում է, վիճում է, արհամարում են, ցած աչքով նայեն, տարբեր մտածմունքներ կա։ Եվ ամեն ձեր հետ ալբե կողբ ենք մնում։ Եվ չար են ծետ ուզում։ Վախենում ենք, չար են ծետ ուզում։ Բայց քաջություն է, որ վեր կանանք եւ խոսենք։ Մենք Հիսուս ունենք, որ աննման է։ Եւ դրա համար երբ որ հասկանում ենք ավետարանի գանձերը, Տերոջ փառավորելնելը, որ նա հրաշալի Տեր է, նա հրաշքների Տեր է, իր ծնունդն հրաշալի է, իր կյանքը հրաշալի է, իր բժշկություններն ու գործերը աննման են, երբ որ այդ ամենն իմանում ենք, ինքը ասավ կմեռնեմ, մեռավ, սաղացավ եւ հիմա սաղ է։ Իշքա խոստումներ ունի։ Այս աշխարհը կարիք ունի դրանց։ Մենք շատ ժամանակ ասում ենք մարդիկ իմանում են, բայց հավատացեք չեն իմանում։ Եվ մենք խոսում ենք ոչ թե մատ կրոնից ու մատ եկեղեցուց, խոսում ենք Հիսուսից, որ նա աննման ու փառավոր է։ Եւ դրա համար եկեղեցու պարտականությունն է դա, որ այդպեսի սրտանց աղոթի Տեր ինձ բանացրու քո փառքի դամար։ Մեր ժամանակաշրջանը սահմանափակ է։ Մենք շուտ-ուշ երթում ենք, մեկ մեր կողքին երթում ենք։ Այս ծանոթը, այն ծանոթը, այս հարազատ, այն հարազատ, մեր երթը կգա։ Բայց երջանիկ ու օրհնյալ այն է, որ իր ծառայություն արել է եւ երկինքա գնում։ Եթե չէ, մեր փողերն ստեղ կմնան, մեր ունեցվածը ստեղ կմնան, մեր հաճույքներն էլ ստեղ կմոռացվի կեցան, բայց այն որ մնայուն է Աստծո կամքը կատարելն է։ Այն որ մնայուն է Աստծո արքայությանը ծառայելն է։ Եվ դա որ ես պատահ ժամանակ ինքս անձնական քարակտերով չեմ ուզում մեկին խանգարեմ կամ մեկի ծանրություն իր վրա բերեմ, բայց տեսնում եմ, որ իմ սիրելիներս, եթե կյանքով ու աշխարհով զբաղվենք, միշտ այդ զբաղմունքները կա, միշտ այդ գործերը կա, միշտ այդ ուզածները կա, միշտ գործը կա, միշտ եկամուտը կա, միշտ վազին կա, միշտ առուծախը կա, բայց մանկից կյանք մահը գալիս ասում, վերջ, եկ երկինք։ Եվ այն ժամանակ մենք կտեսնենք, որ եթե ճիշտ գործով զբաղված ենք, երկինքը փառավոր է։ Եթե մենք նպատակավոր ենք ապրի Աստծո արքայության համար ենք ապրել, ավելի երջանիկ օրհնյալ կելնենք երկնքում։ Եվ դրա համար մտածում եմ, որ ամենից շահին է, իմ սիրելիների շահին է, եկեղեցու շահին է, որ նվիրված Հայր Աստծուն ծառայել նրան, ավետարանի վկա լինել, նրան փառավորել, նրա արքայության համար գործածվել եւ երկինք երթալ։ Այդ ամենաընտիրն ու այդ ամենագեղեցիկն է։ Հալելույա։ Պատրաստ եք այսպեսի աղոթենք, որ Տեր ինձի բանացրու քո փառքի դամար։ Աղոթենք ոչ թե մենակ այսօր տոնում շարունակությունը աղոթենք եւ դրա կողքին ասենք Տեր, ում պետք է քո խոսքը տասեմ, որտե պետք է քեզ ծառայեմ, ինչ պետք է ծառայեմ, ում պետք է քո խոսքը կիսվեմ։ Եվ երբ որ այդպեսի աղոթում ես, պատրաստ ես, եւ այդ պատրաստ հոգեբանությունով առաջ ես գնում, Տերը կտա քեզ մարդիկ եւ անձնավորություններ, հարազատներ, բարեկամներ, որ կսի քեզ հիշեցնել Սուրբ Հոգին եւ կարող ես խոսես, վկայես եւ այդ կելնի օշնություն, կելնի Աստծուն փառավորել եւ Աստծո կամք կատարվի եւ նրանք որ Սամարիայում են, նրանք որ սովիներ սնեն, նրանք որ հոգեորապես խավարիներ սնեն, իրանց համար հույս կա, կյանք կա, ճոխություն կա։ Տշնամին պարտվել է, զորքը փախել է, հաղթությունը Հիսուսինն է եւ եկեղեցինն է եւ մենք հաղթությունով կիսվում ենք այդ օշնությունը, որ Տերը մեզ համար պատրաստել է։